Պարոն Տեր-Ղազարյան, այսօր Կասկադ մշակութային հանգույցի նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել։ Ես գիտեմ, որ ձևավորվել է ճարտարապետներից բաղկացած խորհրդատվական խումբ, խնդրեմ դրա վերաբերյալ մանրամասնեք, խմբում քանի հոգի է լինելու եւ ոնց հասկացա, դա նախագիծը վերջնական փուլի բերելու համար է։ Այո, ուրեմն նախաձեռնությունը եղել է մեր ընկերությունը։ Մենք ուզում ենք ձևավորենք 3-ից 5 հոգանոց խումբ, կարա դա նույնիսկ մեծանա, դեռ քննարկումների մեջ ենք, բայց ամենակարևորը, որ առաջի մեր խնդիրն էր ներգրավել Կասկադի հեղինակներին, որոնցից ողջ է միայն ցավոք մեն Ասլանը Մխիթարյան, ում հետ արդեն եւ խոսել ենք, պայմանավորություն ունենք, Ջիմ Թորեսյանի ընտանիքի հետ խոսել ենք եւ իրանք մեզ տվել են այն մարդուն, որ իրանք վստահում են, նույնիսկ Գյուրջազարյանների ընտանիքի հետ, այսինքն 2 հոգի արդեն իսկ խմբում ներգրաված են, դա խորհրդատվական խումբ է, թե ոնց կձևակերպվի իրավական առումով, որ կհասնենք, դա կերևա, այսինքն դա մեր ընկերության խորհրդատվական խումբն է, ոչ թե քաղաքապետանի եւ այլն, քաղաքապետանը ոչ մի կապ չունի այս նախաձեռնության հետ, սա մենք ընկերությունով ուղղակի որոշել ենք, որ բանակցենք ֆրանսիացի ճարտարապետների հետ, փորձենք մաքսիմալ բերենք ավելի այն տեսքին, որը որ կուզեին տեսնեին ճարտարապետ եւ այսօրվա հանդիպումը նրա համար էր, որ նաեւ ուրիշ ճարտարապետները ներգրավեն, այսինքն 2 հոգու վրա միայն հիմնված չեն եւ ֆրանսիացիների, երևի մինչեւ 7 հոգանոցում կձևավորենք։ Ժամանակը միշտ 10 օրվա մեջ ավելի պարզ կլինի։ Պարոն Տեր-Ղազարյանից հետաքրքրում է 5 տարում պետք է այդ ամենաավարտի հասվի, երբ է սկսվելու աշխատանքները։ Աշխատանքները սկսվելու են ամբողջ փաթեթ ունենալուց հետո, այսինքն լինել պրոյեկտ ունենալուց ամբողջ քաղաքաշինական փաստաթղթեր, կառավարության որոշում, ահագին պրոցեսներ կա այս ամեն ինչը սկսելուց առաջ։ Դրանից երբ որ սկսեց 5-ից 7 տարի, նայած որ ինձ 3 մասի է բաժանված ամբողջ հողամասը, մի մասը 5 տարի, երկրորդ մասը 7 տարում պետք է ավարտված լինի արդեն։ Թանգանային մասի եթե կոնկրետ եք ուզում հարցնեք, դա 5 տարի ժամկետ ունի սկսելուց հետո։ Այսինքն առաջիկա 1 տարում այդ փաստաթղթային խնդիրները չի ենթադրվում, որ կլուծվի, պարոն Տեր-Ղազարյան։ Մասնագետները ասում են 1 տարի, ես իմ մեջ հաշվարկ եմ արել 1 տարի եւ 6 ամիս, 1.5 տարում նոր ինձ թվում է կվերջացնենք։ Ես գիտեմ, որ ճարտարապետների պալատը հանդես է եկել հայտարարությամբ, չգիտեմ, հեղինակային իրավունքների, դուք նաև ձեր նոր խոսքում նշեցիք, որ Ասլան Մխիթարյանի հետ հանդիպել եք, կարծեմ նրա անունն էր նաև շեշտվում եւ մտավախություն են հայտնել, եթե սա քաղաքապետարան, նման նախագիծ է ներկայացում արվելու, մտավախություն որ կար, որ Երևանի համար կարևոր այդ օբյեկտներին հետագայում միջամտելու հարց եւս կարող է լինել։ Դենակ չեմ ուզում ես մտնեմ քաղաքապետարանի որոշումների կամ իրավական հարցում այն մասով, որ կա արդյոք հեղինակային իրավունք թե չկա եւ այլն, այդ մասը մի հատ անցնենք, մենք անում ենք դա, որովհետեւ որպես երևանցի, որպես հարգելով մարդկանց արած աշխատանքը եւ փորձում ենք իրանց ներգրավել այդ խմբում։ Բայց թե ինքը իրականում ինչ իրավական ուժ կունենա խումբը եւ այլն, դա քննարկում ենք, դա մենակ մեր որոշելու հարց չի, ընդհանրապես մեր որոշելու հարց չի, մենք փորձել ենք դա հասցնենք մինչև այնքան մաքսիմումով պետք է գնանք։ Եղավ, շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ զրուցում է GTB Development ՍՊ-ի ղեկավար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, այսօր Կասկադ մշակութային հանգույց նախագծի վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել ճարտարապետների հետ, որոնցից էլ կազմվել է խորհրդատվական խումբ։